Մենք այս ծրագրով մեկնարկ ենք տալու Երևան քաղաքի երակները իրար կապող մի ճանապարհային հանգույցի։ Կնշեմ, որ ամենակարևոր օրերից մեկն է Երևանի զարգացման համար, այս ենթակառուցվածքը, որը որ մենք ստեղծում ենք Իսակովի Աշակունյաց պողոտային միացնող, սա քաղաքի համար կարևոր նշանակություն ունի։ Սրանով թե մենք լուծում ենք քաղաքի ծանրաբեռնվածության հարցը եւ թե բնապահպանական խնդիրներ 250 մետր երկարությամբ կամուրջ պետք է ստեղծվի, այնտեղ ստորգետնյա թունելային հատվածը պետք է ներառի Աշակունյաց պողոտայի հատվածում։ Ասիական բանկի հետ ենք մենք համագործակցում, կառավարության աջակցությունը կա այստեղ։ Swiss Consulting-ը հանդիսանում է միջազգային ֆրանսիական ընկերություն եւ այս տենդերում մենք հանդիսանում ենք հաղթող եւ իրականացնում ենք տեխնիկական վերահսկողությունը եւ ծրագրի ընդհանուր կառավարումը։ Վստահ եմ, որ քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին մենք ճիշտ ժամանակին եւ պատշաճ որակով կարողանանք ավարտի հասնել այս ծրագիրը։ Այս կադրերը, որոնք ձեր էկրաններին են, ամենևին էլ դետեկտիվ ֆիլմից հատվածներ չեն։ Սրանք խորհրդային ժամանակաշրջանից մնացած այն խարխուլ վերելակներն էին, որոնք շարունակում էին վտանգել Երևանի բազմաբնակարան շենքերի բնակիչների կյանքը։ Տարիներ շարունակ մարդիկ օգտվում էին հենց այս անորոշ ճակատագիր կանխագուշակող փայտե ու հնամաշ երկփեղկանի վերելակներից, սակայն պատկերն էականորեն փոխվեց, երբ Երևանի քաղաքապետարանի կողմից նոր թափով մեկնարկեց դրանց փոխարինումը ավելի նոր, հարմարավետ ու անվտանգ վերելակներով։ Գործընթացը շարունակվում է նաև 2026 թվականին։ 2019 թվականից մինչև 2025 թվականը փոխարինվել է 2560 վերելակ, ներկայումս 26 թվականի դրությամբ դեռևս փոխարինման ենթակա կա 1822-ը, որից 500-ը նախատեսվում է փոխարինել այս տարի, մրցույթները կայացել են, առաջիկա ամիսներին կմեկնարկի նաև փոխարինման աշխատանքները։ Չնայած այն հանգամանքին, որ վերելակները հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն եւ դրանց շահագործումը, փոխարինումը, պահպանումը պետք է իրականացվի բազմաբնակարան շենքերի սեփականատերերի միջոցների հաշվի առնելով սոցիալական բաղադրիչը, այն հանգամանքը, որ դա իրանից ենթադրում էր մեծ ծախս, Երևանի քաղաքապետարանը իր վրա վերցրեց այդ բեռը, ապահովելու համար բնակիչների անվտանգությունը եւ հարմարավետությունը։ Նոր վերելակները ոչ միայն համապատասխանում են անվտանգության բոլոր չափանիշներին, այլև գոհացնում են բնակիչներին, ովքեր օրը մի քանի անգամ վեր ու վար են անում, բայց արդեն հուսալի եւ ապահով։ Վերելակները հնամաշ է եղել, արդեն ստացվում էր, որ վտանգավոր է, դրանով երկար չեն կարա օգտագործենք, դա նորմալ վերելակ է, գեղեցիկ, տարբերությունը մեծ է, չեն կարա համատենք։ Վերելակները շատ լավ է, նորմալ աշխատում է, շատ գոհ եմ։ Ավելի հարմար է, ավելի լավ է, անաղմում, առանց վթարների աշխատում է։ 7-րդ հարկում եմ ապրում, միշտ աշխատում է լիֆտը։ Որպեսզի փոխարինված նոր վերելակները շարունակեն աշխատել այսպես անխափան եւ ծառայեն երկար, այս գործում կարևոր է նաեւ հենց բնակիչների դերը։ Կոչ կանեի մեր քաղաքացիներին խնամքով վերաբերվել վերելակներին, որովհետեւ դրանց նկատմամբ իրենց վերաբերմունքը նրան ավելի երկար ծառայելու հնարավորություն կտան, դա իրենց սեփականությունն է, իրենց գույքն է։ Եվ 2025 թվականին Մալացիա Սեբաստիա առողջության կենտրոնին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորում եւ 4 տվիչով եվրոպական արտադրության սոնոգրաֆիկ հետազոտության ապարատ։ Սարքավորումները նախկինը, որոնք որ եղել են բավականին հնամաշ, եղել են ոչ թվային։
նոր սարքավորումներով համալրված է մեր լաբորատորիան, նոր այս սարքավորումները հնարավորություն տալիս են տարբեր հետազոտություններ կատարենք եւ ճիշտ բուժում ստանան մեր բուժառուները։ Օպերացիա են արել, կատարակտա են փոխել, ես հիմա հաճախում եմ աչքի բժիշկի մոտ, շատ ուրախ եմ, որ այսպիսի բժիշկների հետ եմ հանդիպել։ Մենք ստացել ենք բավականին լուրջ սարքավորումներ, որոնք չունեինք նախկինում, կուզենայի ներկայացնեմ էխոգրաֆիայի մեր սարքը, որը մի քանի ֆունկցիա է կատարում, ուրեմն բեսկան, որով կարողանում ենք աչքի խոռոչը, ուրեմն ուլտրաձայնային հետազոտություն կատարենք, ասկանը, որով կարողանում ենք աչքի առաջահետին առանցքը չափել եւ պախիմետրիկ գործողությունը, որով որոշում ենք եղջերաթաղանթի հաստությունը։ Մենք ունենք իմունոլոգիական, կենսաքիմիական, շրջաբանական, կլինիկական, մանրէաբանական բոլոր ճյուղերով աշխատում ենք, բոլոր անալիզներ իրականացնում է Ավան առողջության կենտրոնում։ Բավականին մեծ քանակով կարողանում ենք իրականացնել հետազոտություններ, նույն օրը պատասխանը պատրաստ է լինում։ Մենք գտնվում ենք հիմա մեր մանկական սենյակում, որը հագեցված է գեր ժամանակակից սարքերով։ Մենք այստեղ հիմնականում մազանոթային արյան հետ ենք աշխատում, ունենք հրաշալի սարք, լազերային գործիք, որի միջոցով շատ անցավ ծագվում է երեխաների մատիկները, որը որ հեշտացնում է ավելի մեր աշխատանքը եւ գոհունակություն կա ծնողների կողմից։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական եւ արվեստի 24 դպրոցները համալրվել են երաժշտական նոր եւ բարձրորակ գործիքներով։ Այս տարի դպրոցը համալրվել է 3 երաժշտական գործիքով՝ ֆլեյտա, մարիմբան եւ ուդը։ Համոզված եմ այս քայլը կծնի նոր երաժիշտներ, որոնք արժանիորեն կներկայացնեն մեր քաղաքը։ Ծրագրին հատկացվել է շուրջ 70 միլիոն դրամ, իսկ նպատակը մայրաքաղաքի համայնքապատկան մշակութային հաստատություններում արտադպրոցական կրթության ու գեղագիտական դաստիարակության գործը բարելավելն է եւ ոլորտի շարունակական զարգացմանը նպաստելը։ Ծրագրով ձեռք բերված 12 անուն 71 երաժշտական գործիքներն իրենց նպատակին կծառայեն ոչ միայն ուսումնական գործընթացի ժամանակ, դրանք սաներին հնարավորություն կտան հանդես գալ բեմական ելույթների ընթացքում, բարձրացնելով նրանց կատարողական վարպետությունը։ Ինձ ֆլեյտան շատ է դուր գալի, ճիշտ է, առաջի 2 տարիները ինձ մի քիչ դուր չէր գալի, բայց հետագայում արդեն շատ սկսեցի սիրել, ավելի շատ պարապել։ Ես Այլիտա Մխիթարյանի ծնողն եմ, ինքը այս երաժշտական դպրոցում է սովորում, շատ կարևոր է, որ երեխան նվագի իսկապես լավ գործիքի վրա։ Շատ երկար ժամանակ սպասել ենք, մտածել ենք, իրազել ենք, որ մի օր կգա, որ մենք կունենանք վերջապես մի նոր լավ գործիք, որի վրա լիարժեք կարելի է դասավանդել, երաժշտություն նվագել, որից կընչի իրոք գեղեցիկ երաժշտություն։ Երևանի համայնքապատկան արվեստի եւ երաժշտական դպրոցներում երաժշտական գործիքների շարքում հատկապես ուշադրություն է դարձվում ազգային նվագարաններին՝ քամանչա, ուդ, կանոն։ Միայն այս տարվա ծրագրով կրթօջախները ստացել են գրեթե 2 տասնյակ այդպիսի գործիք։ Մենք ունեցել ենք գործիքներ, որը շարքից դուրս եկած են, բայց նոր գործիքները երեխաների մոտ ավելի սեր է արթնացնում դեպի գործիքը։ Բնականաբար ինչքան լավ գործիք երեխայի մոտ այնքան հեշտ է ընկալում նաև երաժշտական մասը։ Ուդն համարվում է լարային կզմիթային գործիք։ Մենք ունենք շատ հին վարպետներ, որոնք նվագել են այս գործիքով։ Երևանի քաղաքապետարանի կողմից իրագործած արտադպրոցական կրթության հաստատությունների համար գույքի ձեռքբերում ծրագիրը եւս մեկ կարևոր նշանակություն ունի։ Այն լուծում է նաև սոցիալական խնդիր։ Գործիքը ֆինանսապես մաչելի չէ եւ ամեն մեկը չի կարող գնել, ասեմ ավելին հազվադեպ երևի տներում կարող ենք հանդիպել մարիմբան։ Մեծ աջակցություն է ծնողի հոգսը կրկնակի ավել թեթևացնելու համար։
Հուզական աջակցության թեժգիծ։ Ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Երևանցու համար ծառը պարզապես կանաչ չէ։ Դա ամառային արևից բախստվեր է։ Մանկության հիշողություն, մաքուր օդ։ Բայց կան բաներ, որոնք մնում են աննկատ։ Երևանի թեղիները հիվանդ են։ Նրանց ներսում հենց բնի մեջ հազարավոր նեմատոդներ են, փոքրիկ որդեր, որոնք սնունդ են քաշում ծառից կամաց թուլացնելով այն։ Երբ ծառը կորցնում է իր դիմադրողականությունը, սկսվում է հաջորդ փուլը՝ թեղու, տերևակեր եւ միջատների հարձակում։ Նրանք ոչ միայն կերակրվում են տերևներով, զգալի կրճատելով տերևային զանգվածը, այլև ներթափանցում են տներ, առաջացնելով ալերգիկ եւ այլ խնդիրներ։ Այո, հաճախ հարց է հնչում. ինչու չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր եւ ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ եւ չի հանգեցնում ձեր եւ իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։ Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն եւ ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը։